Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում ես այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Ջուգասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ջուգասյան։ Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, 110-րդ տարելիցն է, եւ այսօր նաեւ նշանավորվեց նրանով, որ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները Ծիծեռնակաբերդ այցելելիս փակել էին ողջ տարածքը, մարդիկ ուղիղ 1 ժամ եւ ավել սպասում էին, մինչեւ Փաշինյանը գնա։ Կուզեի ձեր գնահատականը տայք, ինչու է Փաշինյանը փակել Ծիծեռնակաբերդը եւ որքանով է նորմալ, երբ որ 3 միլիոն վարչապետի մասին խոսող ղեկավարը նման կերպ է այցելում հանրային ուրեմն միջոցառումներին։ Ճիշտն ասած, ես շատ գնահատում եմ հեռուստատեսային ժամանակը, որ խոսեի այդ հարցի շուրջ, հատկապես այն պարագայում, երբ որ ինքը ելույթ է ունեցել այսօր եւ իր ուղերձը շատ ավելի կարեւոր եմ համարում, որպեսզի քննարկեն, քան այդ գործողությունը, որովհետեւ այդ գործողության մեջ կա իհարկե որոշակի անբարոյականություն, բայց այն ուղերձը, որ ինքը այսօր ուղղել է եւ այն ինչպես վերջի տարվա ընթացքում ելույթներ է ունեցել ցեղասպանության հարցի վերաքննարկման եւ այլի հարցով, ես կարծում եմ շատ ավելի կարեւոր է, որ մեր ժամանակը դրա վրա ծախսենք, որովհետեւ խնդիրը այն է, որ մենք գործ ունենք մի ուրացման դասական օրինակի հետ, որը ես կարծում եմ մեր պատմության դասագրքերում պիտի մտնի եւ բառի բուն իմաստով դաս լինի մեր հետագա սերունդների համար, հետագա իշխանության եւ մնացած պատմության համար, որպես մի օրինակ, թե ինչպես է ազգի իմունային համակարգը այնպիսի հիվանդության ենթարկվում, որ ինքը թույլ է տալիս, որ ասենք ամենամեծ հանցագործությունը, որ ազգի նկատմամբ եղել է, դրա ուրացումը հնչի իր, ասենք, ղեկավար բչողի շրթերից։ Սա լինելու է դաս, իսկապես մեր ժողովրդի համար, հետո մենք շնորհակալ ենք լինել պատմության, որ այդպիսի օրինակ ունենք, որ անընդհատ մեզ հիշեցնելու է, թե ինչն էր, ինչի շնորհիվ եղավ, որ մենք այդպիսի հիվանդություն կարողացանք ունենալ, որը ուրացման այս աշճանի բերեց։ Ես կարծում եմ մեր քաղաքական գիտակցության մեջ միջև վերջ լավ չենք հասկացել, որ բուն ցեղասպանությունը չի ավարտվում ցեղասպանական գործողությամբ, այլ դրանից հետո ցեղասպանությունը շարունակվում է եւ ուրացումը ցեղասպանության ուրացումը դա փաստորեն շարունակությունն է, վերջի ակտն է ցեղասպանության, որտեղ դրանով հետքերն են վերացվում ցեղասպանության, այսինքն հանցագործության հետքերն են վերացվում, ինչպես որ դատավարությունը, որ 19 թվականին եղավ 1900 թուրքական դատարանում, ինքը ընդունեց, որ եղել է հանցագործություն, բայց հետո այդ ամբողջ հավաքված հետքերը հանցագործության թարմ հետքերը, որոնք որ հավաքվել էին, վերացվեցին եւ անգամ հանցագործները փախան բանտերից։ Այսինքն երկրորդ հանցագործությունը կատարվեց, երբ որ հետքերը հանցագործության վերացվեցին Թուրքիայում։ Հիմա այն ինչ որ արվում է մեր գիտակցության հետ, մեր գիտակցության մեջից ուզում են ջնջել փաստորեն այդ բանը, եւ դա հանցագործության հաջորդ վերջի փուլն է։ Ամբողջ աշխարհում քաղաքակիրթ երկրներում օրինակ հոլոկոստը որ ընդունել են, չէ, հрьяաների, դրանից բացի ընդունել են երկրորդ օրենք, բացի բուն հոլոկոստի ճանաչումից կա նաև ժխտման, քրեականացման մասին օրենք։ Ինչու են ընդունել, որովհետև ամեն մի պատիժ, որը ասենք օրենք է ընդունում, ինչի համար քրեական, որ հանցագործությունը չկրկնվի, չէ, եւ եթե դու պատիժ է սահմանում, միայն դրա համար է սահմանում, թե ուրիշ իմաստ չունի հանցագործությունը, քրեականացումը օրենքի։ Հիմա ժխտումը հայկական ցեղասպանության դրա օրենքներ սկսեցին օրենքներ ընդունվել հələ մինչև Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի մի շարք երկրներ, ասենք Ֆրանսիան, Շվեյցարիան, դրանից հետո Հունաստանը, Սլովակիան ժխտման օրենքներ են ընդունել։ Հայաստանը այդ գիտակցությունը անգամ չունեցավ, որպեսզի այդպիսի օրենք ընդունի։ Եվ այն հոդվածը, որ քրեական օրենսգրքում 146 հոդված կա, դա օրենք չի, դա չի բացատրում, թե ինչի համար մարդը պիտի քրեականացնի այդ ամեն ինչը։ Մենք այն ժողովուրդն ենք, որ այդ գիտակցություն ունենալով ցեղասպանություն 100 տարում չենք եկել այն գիտակցության, որ նաև ժխտման պիտի քրեականացում լինի, որը քեզ թույլ չտա, որ որևիցե ձևով այսպիսի իրավիճակ առաջանա, որը առաջացել է այսօր Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանի ուղերձին նաև կուզեմ ավելի մանրակրկիտ անդրադառնանք, խոսում է բարեկամությունից, նախ ցեղասպանությունն անվանում է մեծ եղեռն, ինչու է Փաշինյանը նման ակնհայտ եւ լկտի կերպով, նույնիսկ թույլ տվեք ասել, հերքում եւ մոռացության տալիս ցեղասպանության։ Ես կասեի, որ ինքը ոչ միայն լկտի գործողություն է անում, այլև շատ այսպես վարպետ ձևով քողարկում է այդ ուրացումը։ Այստեղ պետք է նկատել, որ դա շատ նուրբ աշխատանք է տարվել, այստեղ բարձ աշխատանք չի տարվել, որովհետև միամիտ լսողի համար իր ասածների մեջ տրամաբանություն է նկատվում, որ հո մենք անվերջ չենք կարող պատերազմի մեջ լինել հարևանների հետ, այդ սերունդները ինչ որ եղել է պատմության մեջ ա եղել, հիմա մենք իրական ուրիշ կյանքով ենք ապրում, ուզում եք նորից կռիվը լինի, նորից պատերազմը, եկեք բան անենք, էլի հաշտենք այդ ամեն ինչը, որ անցած է պատմություն է, հիմա նոր էջից սկսենք վերցնենք մեր այսպես ֆորմալ օրենքով սահմանազատված նոր Հայաստան, որը կլինի ապահով դրանով, բայց խնդիրը այն է, որ այստեղ փաստորեն մանիպուլյացիա է գնում գիտակցության, որտեղ երբ որ դու հանցագործությանը հաշիվ չես պահանջում, ինքը փաստորեն հիմքեր է ստեղծում անպատժելիության եւ կրկնության։ Եվ մենք հենց դրա բառ ապացույցը տեսանք Արցախում։ Փաստորեն ցեղասպանական գործողություն եղավ եւ այդ գործողությունը փաստորեն հենց ՄԱԿ-ում երբ որ քննարկվում էր, նույն Նիկոլ Փաշինյանը ասաց, թե ոչ մի վտանգ չի սպառնում հայությանը Արցախում, չէ՞։ Դրանից մի քանի օր հետո ամբողջ մեր ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանական գործողության։ Ահա այս երբ որ դու չես պատժում, իբրև թե ներողի դերում ես, քրիստոնեությունը, որը շատ այս հարցին շատ խոր է մոտեցել է, ներելու միշտ քարոզը անում, չէ՞, ճիշտ է, ներել պետք է ներել, բայց ներելուց ինքը պայման է ասում, ասում է, պետք է ապաշխարի այդ ով որ սխալ է արել, ով որ հանցագործություն է արել։ Առանց ապաշխարության դու չես օգնում անգամ հանցագործություն, ոչ միայն դու վիրավորում ես արժանապատվությունը փաստորեն զոհի, այլև դահիճին հնարավորություն չես ստեղծում, որ դահիճը նորմալ մարդ դառնա, որը քրիստոնեության մեջ բոլորին հավասար է դիտում, բոլոր մարդկանց, անգամ դահիճի համար հնարավորություն է ապաշխարելու, հնարավորություն է ստեղծում։ Այսինքն, եթե մենք իսկապես ուզում ենք, որ խաղաղություն լինի մեր պատմության եւ նաեւ հարևանների հետ, ապա մենք պետք է այդ հնարավորությունը ստեղծենք հենց մեր հարևանի համար, որ ինքը դուրս գա այդ վիճակից։ Հակառակ դեպքում մենք իրան էլ լավություն չենք անում, իր հաջորդ սերունդների համար էլ լավություն։ Ոչ միայն դա հակազգային գործողություն է հայերի նկատմամբ, այլև դա թուրքերի համար էլ լավ բան չի բերելու։ Այսպիսի երկար ու այսպես պատմություն կա այս ամեն ինչի հետև մանիպուլյացիաների, իր բոլոր գործողություններով այս մարդը ծառայում է ուղղակի այսպես հանցագործ ուժերին որպես գործիք։ Դուք խոսեցիք քրեականացման մասին, գիտեք, որ խորհրդարանական Հայաստան խմբակցությունը պատրաստվում է օրենքի նախագիծ ներկայացնել քրեականացման հետ կապված, ինչպես եք վերաբերում եւ ինչ եք կարծում ԿՊ-ն ինչ մոտեցում կցուցաբերի։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալի, որովհետեւ ես արդեն նշեցի, որ քրեականացման այս գիտակցությունը շատ անհրաժեշտ մակարդակ է հայ ժողովրդի համար, որ ինքը հասկանա, թե ինչ օրենքներ է ընտրում եւ ինչի։ Բայց մինչև անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը մենք ականատեսն էինք 10-ական թվականներին, 2010-ական թվականներին, որ Եվրոպայում երբ որ այդ օրենքները սկսեցին ընդունել հայկական ցեղասպանության ժխտման քրեականացման, Ֆրանսիայում ուրեմն սահմանադրական իրենց բանը, դատարանը կասեցրեց օրենքի գործումը եւ հետո այդ ամբողջ Շվեյցարիայից վեճ եղավ մի թուրք ուրեմն վեճի մեջ էր թուրքական այդ օրենք շվեյցարական օրենքի հետ եւ ինքը բողոքարկել էր Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում եւ այդտեղ այդ հարցը քննվեց մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը եւ այնտեղ պարտվեց Հայաստանը, այսինքն մեր չարած աշխատանքները այն ինչ որ չենք արել մենք այդ վտանգները սկսեցինք զգալ հələ մինչև Արցախի դեպքերը կլինեին, որ աշխարհում տրամադրությունների փոփոխություն է գնում եւ մենք մեր ժողովրդին չէինք նախապատրաստում նրան, որ այս նոր
աշխարհակարգը, որ ստեղծվում է, ավելի նման է լինելու 20-ական, 30-ական թվականների աշխարհին, եւ ոչ թե 40-50-ական, երբ որ համաշխարհային պատերազմից հետո հոլոկոստը եղավ եւ հետո հայկական ցեղասպանության հիման վրա Ռաֆայել Լեմկինը հրյա իրավաբանը ձևակերպեց ցեղասպանության հանցագործության հանցակազմը։ Այդ ամեն ինչը 40-ական, 50-ական թվականների արդյունք էր, բայց միջև այդ եղավ մի մեծ ողբերգական շրջան ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ եվրոպական եւ համաշխարհային մարդկության համար, որովհետեւ հայկական ցեղասպանությունը սկիզբն էր ավելի մեծ արյունի, որը հետո թափվեց։ Հիմա այն ժամանակը, որի մեջ մենք մտնում ենք, ավելի շատ սկսում է նմանվել 20-ական, 30-ական թվականներին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 30-ական թվականների սկզբին ուրեմն գրվեց Մուսա Լեռան 40 օրը գիրքը, որը փաստորեն ներկայացնում էր հայ ժողովրդի հերոսական պայքարը ցեղասպանության ժամանակ։ Եվ այդ դասագիրք դարձավ հրեաների ուրեմն դիմադրական շարժման Երուսաղեմից մինչև Վարշավա։ Ամենուրեք դա որպես դասագիրք էր ընկալվում։ Հայերը իհարկե այդ ժամանակ արգելված էր անգամ Հայաստան սովետական, որ այդ գիրքը անգամ մուտք գործեր, բայց երբ որ ձնհալ եղավ 50-ական թվականներին, 60-ական թվերին այդ գիրքը թարգմանվեց հայերեն եւ բեսթսելեր գիրք էր համաշխարհային 30 քանի լեզվով թարգմանված։ Այսինքն այդ ժամանակ նույն հրյա մտածողները, որոնք զգում էին, որ մեծ պատերազմի նախաշեմին են գտնվում, իրենց ժողովրդին փաստորեն ինքնապաշտպանության դասագիրք էին ստեղծում հայկական փորձի հիման վրա։ Եթե այդ գործը չգրվեր, հավանաբար մենք միջև այսօր չէինք գնահատի Մուսա Լեռան հերոսամարտի արժեքը։ Մենք միջև այսօր չենք հասկանում, երբ որ այսօր ապրիլի 24-ին խորհուրդ ենք քննարկում, որ դա ոչ միայն զոհաբերվելու լռության օրվա, այլև այն հերոսական պայքարի, որը եղել է հենց 15 թվականից սկսած տարբեր տեղերում, որտեղ հայերը դիմադրել են, հետո այդ դիմադրության վտակները գումարվել են եւ դարձել են Հայաստանի Հանրապետություն 18 թվականին։ Այսինքն մենք այդ խորհուրդը այս տարիների ընթացքում մեզ չի տրվել։ Դրա համար մենք իմունիտետը մեր շատ թույլ էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ ու սկսեց այդ ամբողջ արժեքները քանդել, այդ քանդվելու վիճակը նախապես եղել էր։ Դրա համար ես այն ինչ որ հիմա կատարվում է խորհրդարանում, մենք պետք է նաև այդ նկատի ունենանք, որ այդ չարած աշխատանքներն են, որ հանգեցրել են Նիկոլ Փաշինյանի այդ գալուն հայկական իրականության մեջ։ Եվ պետք է մենք իսկապես վերամտածենք մեր եւ վերջի 30 տարվա պատմությունը եւ ամբողջ 100-ամյակի պատմությունը հասկանալու համար, թե ինչ ա եղել այդ 100-ամյակի ընթացքում լավ ու վատ, ու կարողանանք հասկանալ, որ այո, եթե կենթանի բնազդը այդ ժողովրդի կյանքի իրավունքի ինքնապաշտպանության, եթե մենք դա չենք մեր ժողովրդի մեջ զարգացրել, դրա համար մենք այսօր այդտենց հեշտությամբ մեր հոգեբանության եւ գիտակցության մեջ այդ պատնեշը, որը կա ապրիլ 24-ի հետ կապված, այդքան հեշտությամբ փաստորեն փորձում են քանդել։ Պարոն Չուգասյան, անցած տարի Բևեռը Ծիծեռնակաբերդում աչքի ընկավ գործողությամբ, երբ որ Աննա Հակոբյանը այնտեղ էր եւ վանկարկում էին Նիկոլ Դավաճան, դրանից հետո սկսվեցին ձերբակալություններ։ Նախ ուզում եմ հարցնել, հիմա կան մարդիկ, ովքեր այդ դեպքից հետո անազատության մեջ են եւ ընդհանրապես ինչ վիճակ է հիմա։ Ուրեմն ես հիշեցնեմ, որ փաստորեն դա լավ մտածված պրովոկացիա էր, որովհետեւ մենք նախապես հայտարարել էինք, թե որ ժամին է Բևեռը լինելու Եղեռնի հուշարձանում, դա հրապարակված հայտնի էր բոլորին։ Եվ ճիշտ այդ պահին հանկարծ հայտնվում է այնտեղ Աննա Հակոբյանը եւ իրենք ակնկալում էին երևի, որ այդտեղ երևի ինչ-որ խուլիգանություն պիտի լինի եւ այլն, որը չեղավ, իսկ այն ռեակցիան բնական եւ արդարացի, որը նա ստացավ այդտեղ, շատ տիպիկ էր, շատերը ասում էին ինչպես կարելի է այդ հուշարձանում այդ նման ակցիա արվի եւ այլն, այդտեղ ակցիան ինքնաբուխ ա եղել, այդտեղ ոչ մի մտածված բան չի եղել եւ շատ ճիշտ բնական ռեակցիա ա եղել, որովհետեւ ես նորից եմ ասում, ապրիլ 24-ի ուրեմն խորհուրդը ոչ միայն հնազանդության կամ լռության մեջ է, այլև նաև այն դիմադրության, որը հենց 15 թվականին հայ ժողովուրդը ունեցել է։ Եվ դրանից հետո ինչ որ իրենք գործ հարուցեցին, հա, մասսայական ուրեմն խուլիգանության, միջև հիմա շարունակվում է եւ անազատության մեջ ինչ որ ժամանակ պահեցին, հետո ազատեցին, բայց գործը փաստորեն հետաձգվել է մայիս ամիս։ Դատական նիստերը շարունակվում են։
Սա եւս խոսում է այն մասին, որ դա փորձ էր այդ ուրացումը բերել հանգեցնել նրան, որ ով որ դրա այդպիսի դիրք ունենա, ինքը նաև պատիժ կունենա։ Այն ինչ որ 30-ական 30-ական թվականներին Հայաստանի Սովետական Հանրապետությունում պատժում էին մարդկանց, ովքեր հիշում էին, ովքեր բարձրաձայնում էին այդ հանցագործության մասին, ռուս-թուրքական պայմանագրում 21 թվականի մարտի Մոսկվայի պայմանագրում հատուկ հոդված կար, որտեղ կողմերը պարտավորվում էին ուրեմն փոխադարձ թշնամանքը հրահրողներին պատժել եւ այդ հոդվածով 30-ական թվերին մենք ունեցել ենք հազարավոր զոհեր ուղղակի։ Գիտեք, որ միայն ցեղասպանությունը չէ, որ այս իշխանությունները փորձում են ուրանալ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ անկախության հռչակագրից պետք է փաստորեն հրաժարվել եւ հղումը հանել Սահմանադրության նախաբանից։ Սրան ինչպես եք վերաբերում եւ արդյոք կարծում եք, որ հնարավոր կլինի դա անել։ Ես կավելացնեի ձեր ուրացումների թվարկմանը նաև այն, որ իրենք պահանջում են, որ Արցախի մեր քույրերը եւ եղբայրները, որոնք տեղ հանվել են, բերվել են, ասենք այսօրվա մեր Հայաստանի եղած սահմաններ, այդ մարդկանցից պահանջում են, որպեսզի իրենք անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նույնպես փոխեն, որտեղ այնտեղ գրված չի, որ այդ մարդիկ ծնված են Ադրբեջանում, իսկ հիմա նոր անձնագրերում պարտադիր գրվում է, որ դա Ադրբեջան է, իրենց ծննդյան տեղը, եւ մարդիկ էլ երբ որ ստորագրում են այդ անձնագիրը ստանալուց, փաստորեն համաձայնություն են տալիս, որ իրենք ծնվել են Ադրբեջանում։ Այս գործողությունը թաքուն իրականացնում է։ Հակառակ դեպքում ինչի պիտի Հայաստանի անձնագրի մասին օրենքը, որ կա քաղաքացիության օրենքում կա անձնագրի մասին հոդված, որտեղ գրված է, որ մարդը մի տեսակի անձնագիր կա, 10 տեսակի անձնագրեր կամ 2 տեսակի անձնագիր չկա Հայաստանում։ Այդ մարդիկ ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, դու ստիպում ես իրենց, որ այդ անձնագիրը փոխեն, այնտեղ 04-ը դառնա չգիտեմ ինչ, որ Ստեփանակերտն է, եւ անպայման նշի, որ Ադրբեջան։ Այսինքն այս ուրացումները եւ ձեր թվարկած նոր ուրացում եւ այդ զուգահեռ ուրացումը, որ հենց հիմա ստիպում են, որպեսզի արցախցիները ուրանան իրենց Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու հանգամանքը։ Հիմա գանք ձեր հարցին, թե արդյոք դա կհաջողվի, թե ոչ։ Այն որ դա Ադրբեջանի թելադրանք է, ակնհայտ է, որովհետև դրա մասին նախ խոսել է Ալիևը, հետո երկար ժամանակ ներկայացվում էր, որ նոր սահմանադրության ընդունումը դա ներքին պահանջ է, ոչ մի Ալիևի թելադրանք չկա, հետո պարզվեց, որ նույն հոդվածով, նույն բանով, ինչ որ Ալիևը պահանջում է, հիմա իրենք արդեն բարձրաձայնում են, որ պետք է այդ հղումը հանվի եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ լուրջ իրավական հարցեր կան, որտեղ Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը դա անկախության հռչակագիրն է, ոչ թե սահմանադրությունը։ Երբ որ դու այդ հղումը եթե կտրում ես իրարից, երբ որ մեկը մյուսին հետակայությունը վերանում է, դու կտրում ես կապը պորտից, այդ պորտալարը կտրվում է եւ դրանից հետո դու նոր հանրապետություն պիտի սահմանես, որտեղ սահմանվող հանրապետությունը անկախության հռչակագիրը եւ սահմանադրությունը պիտի իրար չհակասեն, չեն կարող սրանք իրար հակասել։ Եթե պիտի հակասեն, դու պիտի նոր այդպես հանրապետություն հռչակես։ Այսինքն Նիկոլի արածը ոչ թե սահմանադրության փոփոխություն պիտի լինի, այլ նոր հանրապետության հիմնադրում։ Եվ հայ ժողովուրդ պիտի քվեարկի նոր հանրապետության ուրեմն ստեղծման եւ նախորդը մերժելու վերաբերյալ։ Այստեղ է շատ լուրջ քննարկումներ բացվում եւ մենք դրա շուրջ պետք է կարծում եմ ժողովրդին տրամադրենք եւ պատրաստենք, որ խոսքը ոչ թե գնում է զուտ սահմանադրության փոփոխության, այլ լրիվ նոր մի հանրապետություն հիմնադրելու մասին։ Եվ պետք է հասկանալ դա ինչ է, ինչի համար է ստեղծվում, այսինքն արդյոք մենք գիտակցում ենք մեր ինքնությունը եւ այդ ինքնությունը կարմիր գծերը որտեղ են այդ ինքնության։ Արդյոք այդ ինքնության կարմիր գծերը գնում հասնում են մինչև ասենք առասպելական են ժամանակները, երբ որ Նոյը իջնում է Արարատի գլխին եւ այդ դեպքում Արարատ լեռը չի կարող փոխարինվել Արագածով, թե Արարատ լեռը եւ այդ ամբողջ հիշողությունը մենք պիտի ջնջենք, սկսենք նոր ինքնություն, որը ոչ մի կապ չունի անցյալի հետ, եւ այդ դեպքում պիտի հասկանալ այդ ինչ ինքնություն է։ Եթե այդ ինքնությունը սահմանները ընդամենը իր
այսօրվա այսպես գծվող 29000 քառակուսի կիլոմետրն է, այլ այդ հայրենիքի գաղափար չունի, այդ ինքնությունը ապագայել չի ունենա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եի ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Ջուկասյանի հետ, կհանդիպենք։